մեր գործընկերները, այն ինչ որ դուք անվանում եք բանավեճ հանրապետականից, ես տեսեք եկել եմ փաստաթղթերով եւ ես վստահ եմ, վաղը սկսվելու է հարցակումը թիրախավորված, ընդ որում փորձելու են հերքել, ես էլ կխնդրեմ ինչպես ես եմ փաստաթղթով հերքում կամ ինչ որ բան բացահայտում, թող ինձ պատասխանեն փաստաթղթերով։ Ես վերցրել եմ 2006-ից 2013 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված բոլոր համաներման փաստաթղթերը։ Ընդունված համաներման պատժից ազատվել են բոլոր այն անձինք, ովքեր դատապարտվել են 5 տարի ազատազրկման, նվազագույն շեմը 1/3։ Եվ բոլոր այս փաստաթղթերում երկրորդ անգամ հանցանք կատարած անձանց վրա համաներումը չի տարածվում։ Հիմա վերցնենք 2011 թվականի համաներման ակտը։ Համաներումը տարածվում է բոլոր այն անձանց վրա, ով դատապարտվել է 8 տարի ազատազրկման եւ կրել է պատժի 1/4 մասը։ Պարոն Փաշինյանը ինչքան պատասխանատվության էր ենթարկվել։ 7 տարի։ Այսինքն այս պարագայում մեր հանրապետությունում չափազանց կայուն հենք ունեցող 5 տարին, որը երբեք սրանից առաջ եւ սրանից հետո չի փոփոխվել, դարձավ 8 տարի։ Այսինքն բարձրացվել է շեմը։ Եվ նաեւ երկրորդ նրբություն։ Այստեղից դուրս է մնացել երկրորդ անգամ հանցանք կատարելը։ Ինչու՞։ Որովհետև պարոն Փաշինյանը 98 թվականին էլ է եղել դատապարտված, սրա մասին չգիտես ինչի բոլորը լռում են։ Եվ եւս մեկ փաստաթղթային առանձնահատկություն, որ ըստեղ 1/4 է նվազագույն շեմը իջեցվել։ Իսկ պարոն Փաշինյանը ինչքանն էր կրել իր պատժի 1/4։